Ես այստեղ տաղավար ունեմ, վարձակալ եմ, երկուշաբթի օրը եկել կապարակնքել են մեր խանութները, երեքշաբթի օրը մենք եկել տեսել ենք կապարակնքվածը, ասում են, որ խնդիրը բարձրավոր լարերն են, բայց մենք 5 տարի աշխատել ենք այդտեղ։ Ես երեք գնացել եմ քննչական կոմիտե, մեզ միակ բանը, որ առաջարկել են, ասել են կարող ենք գալ բացել, ձեր ապրանքները հանեք, որովհետև չի բացվելու։ Հիմա մենք չգիտենք մեր ապրանքները ուր տանենք, մեր աշխատողին ինչ պատասխան տանք, մեր ֆինանսական հարցերը ոնց լուծենք, ու մեր խնդրանքն է, որ չգիտեմ, դա ում լուծելու հարցն է, հետցիրի հարցն է, մեր տնօրինության պետական մակարդակով մեր խնդրանքն է, որ այդ հարցը լուծվի, մեր տաղավարները բացվի, մենք վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, որ մենք էլ մեր հարցերը կարողանանք լուծել։ Ներողություն, նշված տաղավարները երբ են կառուցվել։ 5 տարի առաջ։ Իսկ այս ընթացքում որևէ ստուգում, որևէ խնդիր չի եղել, ու երկուշաբթի օրով են այդ ամեն ինչ արել, քանի որ երկուշաբթի օրը շուկայում ոչ աշխատանքային օր է, երևի որ ինչ-որ խոչընդոտների չհանդիպեն, մենք երեքշաբթի եկել տեսել ենք, ես անձնական իրեր ունեմ խանութում, մեքենա ունեմ, որի բանալիները խանութում, անձնագիրս խանութում է, ես այդ հարցով եմ դիմել քննչական կոմիտե, ինձ ասել են, որ պետք է դիմում գրես, դիմումդ քննարկվի։ Այսինքն դուք 5 տարի առաջ իմանալով, որ որևէ խնդիր չկա, ներդրումներ եք արել մեծ գումարների մասին։ Իհարկե, մեծ գումարների մասին է ու Փաստի առաջ եք ասացել։ Ես այսօր այդ ապրանքը ոչ տանելու տեղ ունեմ, ոչ ինձ ուրիշ ալտերնատիվ տարբերակ է առաջարկում, որ ես, չգիտեմ, օրինակ ստեղ փակում է դիմացի մայթում ինչ որտեղ կա գնացեք այնտեղ աշխատեք։ Ես տեղ էլ չունեմ, որ այդ ապրանքը հիմա իրանք գան բացեն, ես տանեմ։ 110 քառակուսի խանութ է, լիքը խանութ է, ես այդքան ապրանքը ուր տանեմ, կամ 200 ջահ է կախված խանութում, ես այդ ջահերը տանեմ որտե դնեմ։ Տեսեք, քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր բազմաթիվ այսպես քաղաքական գործիչների, այդ թվում Գագիկ Ծառուկյանին, եւ այս օրերին տեսնում ենք, որ Ծառուկյանի հետ կապված բոլոր կենտրոններ տարբեր օբյեկտներում զարգացումներ են փակվում են, դրանք ապարակնքվում են, եւ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ սուր քննադատության Բայց փաստացի դուք հիշում եք այն տեսակետները, որ ոչ միայն խոշոր գործարարին Ծառուկյանին, այլ նաև շարքային աշխատողին են։ Իհարկե, սա կոնկրետ մեզ է վնասվում, կոնկրետ տնտեսվարողներին են վնաս կրում։ Հիմա ես ստիպված պետք է իմ աշխատողին վճարեմ, որ ինքը այլ աշխատանքի չգնա ու չգիտեմ, եթե հաջողվի բացվի այս շուկան, մենք աշխատենք։ Իհարկե, դա առաջինը մեզ են վնասում։ Ես չգիտեմ ուրիշներին ինչ ձևով է դա վնաս հասցվում, բայց առաջինը մենք ենք վնասները կրում։ Որտեւ ասեք Կներեք, այն որ բարձրավոլտի մասին եք խոսում, դա քննչականից արդեն ասում են այդ է պատճառը, թե այս զուտ ենթադրությունների Չէ, տենց ինչ-որ խոսակցություններ կան։ խոսակցությունները։ Խոսակցություններ են ու մենք ոչ մի ձևից անոցում չենք ստացել։ Մենք համարվում ենք այս տարածքի վարձակալները։ Մենք իմ կարծիքով մենք պետք է ինչ-որ ձևով ծանոթում ստանայինք, որ օրինակ երկուշաբթի օրվանից ձեր խանութները կապարակնքվելու են։ Մենք ոչ մի ծանոթում չենք ստացել, եկել ենք տեսել ենք լենտերով փակած է, տարածքը խանութներն էլ կապարակնքված է։ Ու հիմա մենք իրականում փաստի առաջ ենք կանգնում։ Կարծես 20-ից ավելի տաղավարի մասին։ 24 տաղավար, հա, ու ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղի։ Մյուսները դեն են բարձրավոլտի տակ, թե մենակ այդ։ Չէ, մյուսները բարձրավոլտի տակ չեն։ Բայց մյուս հատվածները բաց են առևտրի համար։ Այսինքն միայն այս հատվածն է փակ, թե ամբողջ շուկայի տարածքը փակ է։ Քննչականի կողմից փակվել է միայն այդ 24 խանութը։ Դուք որևէ խոսքներ կամ ինչ խոսքներ եք առասար։ Ես ուղղակի իշխանություններին, էկոնոմիկայի նախարարությանը, վարչապետին։ Ես չգիտեմ ում է վերաբերվում այս հարցը, բայց ամեն դեպքում մեր խնդրանքն է, որ մեր խանութները բացվի, մենք վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, այս ցնցումներից ազատվենք, մենք նորմալ աշխատենք։ Մենք մեր հարկային պարտավորությունները նորմալ կատարում ենք, մենք ինչի՞ այսօր պետք է փաստի առաջ կանգնենք։ Իմ խնդրանք
Դե հիմա ես չեմ ուզում, չեմ կարող գնահատական տամ, բայց հիմա մեր խնդիրը սա է, մենք փաստի առաջ ենք կանգնել, մենք գնալու տեղ չունենք։ Իսկ եթե ոչ, հաշվի առնեմ նաև որ դուք քիչ առաջ ասացիք, քննչականից ասեն չի բացվելու։ Եթե ոչ, ինչ քայլեր եք պատրաստվում գնալ, ինչ եք գնալու։ Մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Առայժմ այդքանը։ Վերը ջահերի խանութ։ Այո, Կներկանաք նա։ Արարատ Դարփինը։